Ուրբաթօրյա ողջույններ, իմ տաղանդավոր փոքրիկ նկարիչներ, փոքրիկ հեռուստադիտողներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է իր կախարդական փոստարկղ էջով հանդերձ։ Ձեզ ողջունում է Քերի մուլտիկնիկը, մուլտաշխարհի ամենաբարի նկարիչը։ SM փղիկ խաղալիքների խանութ սրահը, այսպիսի մրցանակ խաղալիքներով հանդերձ, դե հասցեն արդեն մեր գովազդից հիշում եք, վերջում էլ կասեմ ձեր նամակները ուր տանել։ Ողջունում է նաև մեր ժամապահ Քերին։ Ողջույն Քերի։ Մենք այսօր, սիրելի փոքրիկներ, մեր փոքրիկներից մեկի նամակը կընթերցենք, կցուցադրենք նրա աշխատանքները, առաջադրանքները կլսենք, որից հետո էլի բազմաթիվ փոքրիկների նամակներում այնտեղ փոքրիկներ կան, որ շատ են խնդրում դիտել Ծուռ թատրոնի անխելք մարդը եւ բարեկենդանը հեքիաթ ներկայացումները։ Հերոստատեսային հեքիաթ ներկայացումները։ Ես անպայման ձեր առաջադրանքը կկատարեմ, բայց ուզում եմ ընթերցել շատ հերվից եկած մի նամակ։ Քաղաքապան Բաղաբերդի 2A, բնակարան 85, Զաքարյան Արծուն, Մովսիսյան Նունեն։ Նունեն երևի մայրիկն է։ Հիմա ես նրա նամակը կանեմ, եթե նկարումի ցուցադրեմ։ Ինքն է Զաքարյան Արծրուն, 7 տարեկան քաղաքապան, այստեղ վերնագրել է իր նկարը, ուրախ մինյոնը։ Իսկ նամակում ինչ է գրում, նոր մինյոնին կցուցադրեմ։ Այստեղ գրում է բարև Քերի մուլտիկնիկ։ Ես Արծրունն եմ, Արծրունը։ Եվ սիրով հետևում եմ ձեր բոլոր հաղորդումներին։ Ապրես Արծրուն ջան։ Ճիշտ է, քո նամակը մի քիչ ուշ է եկել, դու երևի շատ էիր սպասում, որ ես սա ընթերցեի։ Մենք ամառային արձակուրդներում ենք, բայց հիմա կուրախանաս, որ ընթերցում եմ։ Խնդրում եմ նկարեք մինյոն, շնորհակալություն։ Ես խոստանում եմ մեր հաղորդումներից մեկի ժամանակ մինյոնին նկարել։ Նայել եմ մինյոն նկարել, ճիշտ է։ Արծուն ջան, ես կխնդրեմ, տեսեք, Քերը երևում է։ Կցանկանամ, որպեսզի սև գծիկներով միշտ ընդգծեք ձեր հերոսներին։ Տեսեք, մենք գրատախտակ ունենք կախարդական SM փղիկի կողմից։ Երբ որ նկարում ենք, այ շատ հետաքրքիր ընդգծվում է։ Ասենք թե մինյոն ես նկարում էլի։ Այստեղ աչքերը մինյոնի, բերանիկը, այստեղ տաբատը կարող է լինել, ոտքերը եւ այլն։ Եթե ինչ-որ մի բան լավ չի ստացվել, այս կախարդական կոճակը սխում եք, նա անհետանում է։ Սա էլ է մրցույթին մասնակցում։ Հիշում եք, չէ՞։ Այս շաբաթ մենք ձեզ հետ նկարեցինք, սիրելի փոքրիկներ, SM փղիկին, վերնագրեցինք երջանիկ փղիկը, հետո նկարեցինք Քերի, ինչ նկարեցինք, հորթուկն ու հենց հիմա մեր տախտակի վրա վերված հորթուկն ու կաղինը վերնագրով նկար։ Եվ վերջում նկարեցիք փափուկ խաղալիք արջուկը, որ խաղալիքների խանութից դուրս է եկել եւ գնացել անտառ։ Հորինում եք պատմություն, նկարը նկարում եք, ուղարկում եք Քերի մուլտիկնիկին։ Այն փոքրիկները, ովքեր ապրում են Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կամ մոտակա մասերում, կարող են իրենց նամակները ինձ դուրս տանել, ինչպես հիմա ես, մեր Արծունի նամակը, այսպես գցում եմ կախարդական փոստարկղ, ճիշտ է, այսպես, հոպ։ Դուք այդ ձեր նամակը տանում եք, գցում եք այնտեղ խանութում կախարդական փոստարկղ կա։ Ձեր նամակը ավելի շուտ կհասնի Քերի մուլտիկնիկին։ Եվս մի նկար եմ ուզում ցուցադրել, նոր մենք գնանք Ծուռ թատրոն կախարդական աշխարհ հեքիաթ դիտելու։ Արագածոտնի մարզից Մարի Գրիգորյանն է այս նկարը նկարել եւ նա գրում է, որ սա Քերի մուլտիկնիկն է անկախության տոնի ժամանակ։ Նման է Քերի։ Ոսմե այո։ Մենք Մարիի աշխատանքն էլ ուղարկում ենք, օպ, գնա կախարդական փոստարկղ եւ հիմա կատարում ենք բազմաթիվ փոքրիկների խնդրանք։ Գնում ենք Ծուռ թատրոն կախարդական աշխարհ, դիտելու ենք այսօր նրանց խնդրանքով դիտելու ենք անխելք մարդը հեքիաթը եւ բարեկենդանը։ Իհարկե Ծուռ թատրոն ստուդիայի սաների կատարմամբ առաջ ինձ էլ է շատ դուր գալիս այս հերոստատեսային ներկայացում դեպի Ծուռ թատրոն։ Հովանես Թումանյան։ Անխելք մարդը։ Ժամանակով մի աղքատ մարդ կար։ Ճիշտ ասում։ Որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ նույն աղքատն էր,
էր մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե Պետք է գնամ, գտնեմ իմաստունին։ հա, գնա։ Տեսնեմ, երբ կպրծնեմ այս աղքատությունից, Հա, ճիշտ ես ասում։ ու ինձ համար մի բան խնդրեմ։ Անշուշտ։ Ճամփա են գնում դեպի իմաստունի մոտ։ Ճանապարհին մի գայլ է հանդիպում։ Առաջ բարի մարդ աղբեր, ուր ես գնում։ Հարցրեց գայլը։ Գնում եմ իմաստունի մոտ, դարդ ունեմ ասելու։ Դե որ գնաս իմաստունի մոտ, ասա մի սոված գել կա, գիշեր ցերեկ ման է գալիս շարուձոր, ուտելու բան չի գտնում որ ուտի, ասա միչև երբ պիտի սոված մնամ։ Լավ, կասեմ, դու հանգիստ մնա։ Ես քեզ, էստեղ կսպասեմ, չէ, էլներ կսպասեմ։ Ասաց ու շարունակեց ճանապարհը։ Լավ բրծանք, Դեռ։ ապրես։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։ Աղբեր, Հեն, ուր ես գնում։ գնում եմ իմաստունի մոտ, բախտս բաց եմ։ Որ իմաստունին տեսնես, ասա, այսպեսի մի աղջիկ կա, ջահել, հարուստ, համա չի կարողանում ուրախանալ, իրեն բախտավոր զգա, ասա, ինչ հա լինելու այդ աղջկա ճարը։ Կասեմ, անոգ մնա քուր ջան։ Խոստացավ ու շարունակեց ճանապարհը։ Ճանապարհին հոգնեց, որոշեց մի ծառի տակ նստի, մի քիչ հանգստանա։ Ուր ես գնում այ ճամփորդ։ Հետ ով է խոսում։ Ես, Ես։ Ով։ դարավոր, կաղնին։ Իա, ծառը խոսում է։ Հələ սրա խելքին մտի կարիք, գայլը խոսեց չզարմացավ, բայց որ ծառն է խոսում զարմանում է։ Լավ, սուս մնա, տեսնենք ինչ են խոսում։ Ուր ես գնում, բարի մարդ։ Գնում եմ իմաստունի մոտ, բախտիս ետևից։ Հա։ Ինձ համար էլ մի երկու խոսք ասա էլի։ Աչքիս վրա։ Իմաստունին կասես, որ մի դարավոր, կաղնի կա, պարզ ջրի ափին, բայց ամառ ձմեռ չորա։ Երբ պետք է ես էլ կանաչե։ Լավ, կասեմ, դու հանգիստ մնա, տեղ չգնաս, էսա գալիս եմ։ Մեկն էլ ասի, ուր պետք է գնա։ Էս էլ պարտավորվեք ու շարունակեք։ Շարունակեք։ Էնքան գնաց, մինչև գտավ իմաստունին։ Բարի օր քեզ։ Բարի օր քեզ, բախտ բացող ամենաիմաստուն։ Բարով եկար, մարդ աստծո, ինչ ես ուզում։ Կարամ ականջից ասեմ, որ ուրիշ մարդ չլսի։ Իա, այդ մենք չենք լսելու։ Այդպես արդարացի չի, մենք հեղինակներն ենք, պիտի իմանանք։ Արի ականջիս ասա։ Իմաստուն ապրասկենա։ Ուրեմն ես Բան չի լսվում։ Ես էլ չեմ լսում։ Հասկացա։ Ուրեմն, գիտես ինչ պետք է անես։ Գնում ես դեպի գյուղ։ Գյուղի ճանապարհի վրա։ դրանից հետո բախտս կբացվի։ Իհարկե, դե գնա։ Էլի բան ունեմ ասելու, տեր։ Անխելք մարդը պատմեց սոված գայլի սիրուն աղջկա մասին։ Այ ընկեր, Հեն։ չորացած ծառի մասին չմոռանաս։ Հա, մի հատ էլ դարավոր կաղնիկա։ Չորա, ասում է երբ է կանաչելու։ Բոլորի համար էլ կասեմ, դու անհոգ մնա։ Բայց ականջիս ասա։ Ես այս պայմաններով չեմ կարող հեղինակ աշխատել։ Ահա, այդպես էլ բան չիմացանք։ Գետնից մինչև երկինք քեզնի շնորհակալ եմ իմաստուն ապրասկենա։ Դե բարի ճանապարհ։ Էս ուր գնաց։ Իմաստունը բոլոր պատասխանները տալիս է ու ճանապարհում։ Վերադառնալուց 4 ծառի մոտ է գնում։ Բարի, վերադարձ ախպեր։ Վախեց հայ մարդ, այ ծառ։ Ինձ համար ինչ ասաց իմաստունը։ Իմաստունը ասաց, որ դու պետք է ամուսնանաս։ Համուսնանա։ Չէ։ Հա, քո տակին ոսկի կա, մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատն այդ հողին հասնեն, դու չես կանաչի։ Հա, բայ լուր ես գնում։ Արի ոսկին հանիր, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ։ Դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ Չէ, ժամանակ չունեմ, շտապում եմ, գնում եմ իմ բախտի հետևից։ Ասաց ու գնաց։ Այ քեզ անխելք մարդ։ Լաուրես, տեսնենք այս սիրուն աղջկան ինչ պետք է ասի։ Քուր ջան։ Քուր ջան։ Այ, նոր եմ բարև։ Ինչ լուր բերիր ինձ համար։ Իմաստունն ասաց, որ դու պետք է մարդ ուտես։ Մարդ ուտես։ Մարդ ու գնաս։ Ամուսնանաս էլի, որ ուրախ ու երջանիկ լինես։ Դե որ այդպես է,
Արի դու եղիր իմ կյանքի ընկերը, իմ տան տերը։ Չէ, ժամանակ չունեմ, շտապում եմ։ Գնում եմ իմ բախտը գտնեմ, վայելեմ։ Ասավ աղքատն ու հեռացավ։ Սրա ուղեղի տեղը գարի ա լցած եղել, էդ էլ մկներն են տարել։ Լաուրես, տեսնենք Գայլին ինչ պետք է ասի։ Էդ դուր էիր ցելկում, առանց իս տեսնելու մարդ ախպեր։ Իս ցելկել։ Եկել էի, իմաստունի խոսքը փոխանցեի։ Եվ ինչ ասավ։ Իմաստունն ասած, սոված այնքան ման պտի գալ, մինչև մի անխելք մարդ գտնես, ուտեզուկը կշտանաս, անխելք մարդ հո աշխարհում թափած չի։ Էլ իրանից անխելք մարդ որտեղից պիտի գտնեմ, որ ուտեմ։ Ասավ Գայլն ու խժռեց անխելք մարդուն։ Հեքիաթն ավարտվեց։ Այս անգամ բարին չհաղթեց։ Խելքի պակաս էր, թե չէ կհաղթեր։ Վերջ։ Հովանես Թումանյան։ Բարե կենթանը։ Լինում է չի լինում։ Մի մարդ ու կնիկ են լինում։ Այս մարդ ու կնիկ իրար հավանելուց չեն լինում։ Վայ, խիտենց չի։ Ատենցա։ Յախք։ Շանտեր։ Մարդը կնգան է ասում շաշ, Շաշ։ կնիկը մարդուն։ Որ ասում եմ շաշես, ուրեմն շաշես։ Շաշը դու ես լեզվանիկ շաշ։ Շաշը դու ես շաշանտեր։ Հասկացա։ Շաշ եմ։ Լավ է։ Հա։ Բավոց։ Մի օր մարդը մի քանի փոթ եղու բրինձ է առնում։ Տալիս մշակի շալակը ու բերում տուն։ Այ կնիկ։ Հա։ Ես եկա։ Տեսնում եմ, քորչ եմ։ Եղու բրինձ եմ բերել։ Տապաղի։ Որ ասում եմ շաշես, ուրեմն շաշես։ Այսքան եղնու բրինձն չի ես բերել, հորդ քելեղն ես տալու, թե մորդ հարսանիքը։ Ինչ քելեղ։ Ինչ հարսանիք։ Բանի համար է։ Բարեկենթանի համար է։ Տապաղի։ Լավ բրծունք։ Անց է կինում միառժամանակ։ Այս կնիկը սպասում է, բարե կենթանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած, տեսնում եմ մի մարդ վռած փողոցով անց է կենում։ Ձերքը դնում ճակատին ձեն տալիս։ Ախպեր, հլամիկած։ Ես։ Հա, դու։ Հա, Քիրա ջան, ինչ կա։ Բարեկենթանը, հո դու չես։ Այս մարդը հասկանում ա, որ սրա ծալը պակաս ա, ասում։ Հա, ես եմ Քիրա ջան, ինչ ա եղել։ Են եմ ասում, որ ինչի չես գալիս քո եղնու բրինձը տանում, ինչքան պայեցինք հերիք չի։ Հենայքել եմ։ Ձեր տատեղն եմ, մանգալից չի գտնում։ Մի րոպե սպասի, տեղ չգնաս։ Դե արտար պահի, մենք քո ծառան չենք որ պահենք։ Հա, Քիրա ջան։ Բարեկենթանը եղնու բրինձը շալակում է ու դեպի իրենց գյուղ է գնում։ Մի քիչ հետո սրա մարդը գալիս է տուն։ Այ կնիկ։ Հա, Եկա։ լավ արիր։ Այ մարդ բարեկենթան է եկավ։ Մի լավ անպատվեցի, իր եղնու բրինձը տվի, իրան գնաց։ Ինչ բարեկենթանա շաշանտեր։ Էդ ես քեզ խափել էի, որ ձենդ գլուխը չգցեի, որ կողմ գնաց։ Դու դեպի անտարի կողմ։ Զիս։ Բարկացած մարդը ձին նստում է ու գնում բարեկենթանի ետևից։ Ճանապարհին բարե կենթանը հետ է մտիկանում։ Հա, Տեսնում մի ձիավոր քշած գալիս է։ մտածում է, կա, այս են կնգում մարդ։ Բարի օր, ախպերացու։ Հազար բարին, Այս կողմերով մարդ չանցավ։ այս կողմերով ացավ, Շալակին ինչ կար։ շալակին, եղ ու պրինց, Ինչքան ժամանակ կլինի։ ահագի ժամանակ կլինի։ Ձիս որ քշեմ, կհասնեմ։ Այն չասում է, միչև կոդին իրաչորս ոտքով անի մի 2-3-4, նայր 2 ոտքով կանի մին 2 Բա ինչ անեմ։ մտածել ա պետք։ Դե մտածի։ Հետ եմ անում։ Հա, ասում եմ արի ցի տուրինց պահե,
Դու էլ երկու ոդկա երկու մին երկու անելով գնա կարող է հասնես։ Հա, ճիշտ ես ասում։ Դե առ, լավ կնայես։ Մին, երկու մին, երկու մին, երկու մին, երկու։ Ես եմ շաշը։ Մին երկու 3-4, մին երկու 3-4։ Այս մարդը գնում է։ Երկու, մին, երկու։ Գնում է, տեսնում է բարեկենդանը չկա։ Հա, Ահա։ Ետ է դառնում, մին, երկու։ տեսնում է ձինել չկա։ Հա, Գնում է տուն։ մին, երկու, մին, երկու, մին, երկու, մին, երկու։ Եկար։ Հա, Բացի դուրա։ ձին տվի, որ բարեկենդանը պահի։ Եղնու բրինձն է ոնց հո։ Բա եղնու բրինձ ուրա։ Բա որ ասում եմ շաշես, չես հավատում։ Կյանքս կերար։ Շաշը դու ես լեզվանիկ շաշ։ Տոշնի շաշ քրուտ ես քաշել։ Դու էլ մորդ։ Իսկ բարեկենդանը ուտում խմում էր ու ծիծաղում մարդու կնգա վրա։ Սրանք լրի շաշ են մարդու կնիկ։ Հեքիաթն ավարտվեց, բայց մինչև այսօր դրանց կռիվը դեռ չի ավարտվել։ Շաշանտես, Շաշը դու ես լեզվանիկ շաշ։ հեսա դեմ կտկճան գրեմ։ Որ հելել եմ է։ Ինչ պետք է անես։ Վերջ։ 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 Կարծես թե մեր հեքիաթները մեզ ինչ որ բան են դասիրավում, նույնիսկ մեծերին։ Ես գիտեմ ժպտերես դեմքով, հիմա պետք է մենք ձեզ հրաժեշտ տանք, նորից հիշեցնենք սիրելի փոքրիկներ, որ այս մրցանակները ձեզ են սպասում, եթե դուք կատարեք Քերի մուլտիքնիկի առաջադրանքը։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, չէ՞ Քերի, ինչքան ժամանակ ունենք։ Ուրեմն հիշեցնեմ, եթե ցանկանում եք ձեր նամակները արդեն կատարել եք առաջադրանքը մրցույթի, ասենք թե պապիկի, տատիկի կամ հայրիկի, մայրիկի հետ հորինել եք պատմությունը, գրել եք գեղեցիկ, նկարել եք մեր հերոսներին, արջուկին կամ հորթուկին կամ փղիկին։ Դնում եք ծրարի մեջ, եթե մարզերում եք ապրում, գրում եք այս հասցեն եւ փոստով ուղարկում եք Քերի մուլտիքնիկին։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հերոստանգերություն մուլտիքնիկ հաղորդմանը։ Իսկ եթե դու սիրելի փոքրիկ ապրում ես Նոր Նորքի 5-րդ զանգվածում կամ Նոր Նորքում կամ ավելի մոտիկ տեղեր, եւ կարող ես գնալ SM փղիկ խաղալիքների խանութ սրա, այնտեղ ունենք կախարդական փոստարկղ։ Տանում եք ձեր ձեռքով, ձեր ծրարը գցում եք արկղի մեջ, այդ ձեր նամակը ավելի շուտ կհասնի Քերի մուլտիքնիկին։ Մենք կորոշենք թե ով է հաղթող ճանաչվում եւ այս խաղալիքներից որևէ մեկը կդա, եթե աղջիկ ես, գուցե սա։ Եթե տղա, գուցե հենց այս հերակառավարվող ավտոմեքենան կամ սրանք։ Շատ առատաձեռն է մեր փղիկը, բայց մեզ Քերին այնտեղից հուշում է, որ մեր եթերային ժամանակը ավարտվում է։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջորդ շաբաթ էլ մենք ձեզ հետ միասին նոր մուլտիպլիկացիոն կերպարներ կնկարենք, դրանք էլ կմասնակցեն մեր մրցույթին։ Գուցե այս խաղալիքներից մեկը դառնա ձերը։ Իսկ հիմա, սիրելի փոքրիկներ, ժամանակն է հրաժեշտի։ Ամենաբարի ժամապահ Քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում, մուլտ աշխարհի բոլոր հերոսները, SM փղիկը իր առատաձեռն խանութ սրահով հանդերձ եւ մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի մուլտիքնիկը ձեզ հրաժեշտ են տալիս հանդիպելու ակնկալիքով կհանդիպենք երկուշաբթի օրը։ Արբուլդա։ Baba zip bop, baba zip bop, baba zip bop, baba zip bop, baba zip bop.